Երևան միջազգային կանանց ասոցիացիան, որի հիմնադիր նախագահը Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կինը Նանի Օսկանյանն է, 8 տարի շարունակ յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսին կազմակերպում է միջազգային բարեգործական տոնավաճառ, որից ստացված ողջ հասույթը հիմնականում ուղղվում է կանանց եւ երեխաներին աջակցելու նպատակ ունեցող ծրագրերին։ Այս տարի այդ հասույթի մի մասը խաղահրապարակ կառուցելու նպատակով տրամադրվել է Վանաձորի թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատությանը։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ասոցիացիայի անդամները Հայաստանում, Ուկրաինայի եւ Չինաստանի դեսպանների կանայք եւ այլ դեսպանատների ներկայացուցիչներ Նանի Օսկանյանի գլխավորությամբ այցելեցին Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ, որտեղ փոքրիկների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում։ Մանկապարտեզի տնօրեն Արմեիդա Աբովյանը անձնակազմի եւ ծնողական համայնքի անունից Երևանի միջազգային կանանց ասոցիացիայի նախագահին հանձնեց կատարած աշխատանքների վերծանման ալբոմն ու շնորհակալագիր։ Մինչև այսօր 8 տարի եղած է, որ այդ ծրագիրը կազմակերպում ենք, մոտավորապես հովանավորած ենք 26 ծրագիրներ։ Տարբեր տեսակի, բայց բոլորը ուղղված են կանանց եւ երեխաների վիճակը բարելավելուն եւ իրենց մագարտակը բարձրացնելու, կանանց ինքնավստահ լինելու, աշխատանք գտնելու իրանց հատուկ ծրագիրներով, որ սովորացնում ենք իրանց մանկապարտեզներ, հիվանդանոցի վերանորոգում, կոմպյուտերի սրահներ երեխաների համար, հաշմանդամների համար։ Ես բոլոր աշխարհի երեխաներին ցանկանում եմ առողջություն, ունենան անհոգ, երջանիկ մանկություն եւ վայելեն իրենց մանկությունը։ Այսօր Բաքում երեխաները կունենան զբաղվելու, խաղալու անկյուն, կարող են իրենց առօրյան ավելի հետաքրքիր եւ ուշագրավ կազմակերպել, կարող են օգտվել այսպես կոչված զբոսայգիներում տեղադրված խաղեր ունենալ իրենց բակում, քանի որ թաղամասը նաև չունի զբոսայգի, սա նաև մի փոքրիկ զբոսայգի էր ոչ միայն մանկապարտեզի երեխաներին, այլ նաև ամբողջ թաղամասի բնակչությանը։ Միջոցառման ավարտին Նանի Օսկանյանը մանկապարտեզի բակում տնկեց խորհրդանշական եղևնիներ։ Հաջորդ ավանդական միջազգային բարեգործական տոնավաճառը տեղի կունենա այս տարի սեպտեմբերի 18-ին։ Անի Խչոյան, Հովիկ Գրիգորյան, Սլակեյ եմ։